45 մանկապարտեզ։ Սա Երևանի նախակրթական այն հաստատությունների թիվն է, որոնք կատարվել են 1998 թվականից մինչև 2018 թվականը։ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի խոսքով ներկայացրել են այն մանկապարտեզները, որոնց վերաբերյալ պահպանված են օտարման փաստաթղթերը։ Իսկ իրականում ցանկը 45 մանկապարտեզից շատ ավելի մեծ է։ Ցավոք սրտի պետք է նշեմ, որ շատ ավելի մեծ։ Այստեղ նախկինում գործել է համար 140 մանկապարտեզը, հիմա գարեջրատուն է։ Այս շենքի մի հատվածում էլի մանկապարտեզ է, համար 144-ը։ Սրա մյուս մասը սեփականաշնորհվել ու անմխիթար վիճակում է։ Եթե այս պայծրությամբ օտարված չլինեին այդ մանկապարտեզները եւ ֆունկցիոնալ առումով գործեին, ապա յուրաքանչյուր տարի 8000 ամենահամեստ հաշվարկներով մոտ 8000 երեխա ավել հնարավորություն կունենար գնալ համայնքային մանկապարտեզներ, օրինակ չգնալով մասնավոր մանկապարտեզներ կամ ընդհանրապես միգուցե երեխաները չեն գնում մանկապարտեզներ։ Մանկապարտեզներում այժմ հերթագրված է 16000 երեխա։ Լևոն Հովհաննիսյանը նշում է, ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար մոտ 40 մանկապարտեզ արդեն հիմնանորոգվել է։ Հիմնանորոգման եւ վերակառուցման տարբեր ծրագրերով եւս 10-ում աշխատանքներն ընթացքի մեջ են։ 2018 թվականից հետո մանկապարտեզների հիմնանորոգման արդյունքում մենք կարողացել ենք հավելյալ բարեկարգված տարածքներ ստեղծել նույն մանկապարտեզներում, որի արդյունքում 2000-ից ավել երեխա հավելյալ կարող է հիմա գնալ մանկապարտեզներ։ Եվ այս 10 մանկապարտեզները նույնպես, երբ որ ավարտին կհասցնեն, նախկին թողունակության համեմատ եւս 800 երեխա կարողանա ավել գնալ։ Հովհաննիսյանը մանրամասնում է, այս մանկապարտեզներից որոշները հիմնովին քանդվում են ու փոխարենը կառուցվում նորը։ Քաղաքում կան նաև թաղամասեր, որտեղ երբևէ համայնքային մանկապարտեզ չի գործել, ու քաղաքապետարանը ծրագիր ունի այդտեղ մանկապարտեզ կառուցելու։ Խոսքը Խարբերդ, Ծարավաղբյուր, Կորեայի ձոր եւ Կիլիկիա թաղամասերի մասին է։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետը նշում է, կրթության զարգացման պետական ծրագրի թիրախներից է, որ նախադպրոցական կրթությունը հասանելի լինի 3-ից 5 տարեկան երեխաների 85%-ի համար եւ 5-ից 6 տարեկան երեխաների 95%-ի համար։ Այժմ ամբողջ հանրապետության մակարդակով երեխաների ընդգրկվածության միջին ցուցանիշը մոտ 75% է։ Թամարա Սարգսյանն ասում է, Երևանի վերաբերյալ հստակ ցուցանիշ չկա, հաշվի առնելով, որ ոչ պետական մանկապարտեզները վերջերս են սկսել լիցենզավորվել ու այդտեղ հաճախող երեխաների մասին տվյալները նոր են սկսում հստակեցվել, բայց կոպիտ հաշվարկներով Երևանում նախադպրոցական հաստատություններում երեխաների ընդգրկվածությունը 60%-ի սահմաններում է։ Դա կրթության որակի տեսանկյունից կարևոր ցուցանիշ է, բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված երեխաները հետագայում ակադեմիական իմաստով ավելի ոչ միայն ակադեմիական, այլ նաև այսպես սոցիալ, հուզական հարաբերությունների իմաստով ավելի հաջող են լինում ուսումնառության մեջ եւ ինչքան ավելի վաղ տարիքից են իրանք ներգրավված լինում, այնքան էլի կրթության որակը, կրթական արդյունքները ավելի բարձր են լինում։ Մայրաքաղաքում 43 մանկապարտեզների վերանորոգման, հիմնանորոգման կամ հին շենքի փոխարեն նորի կառուցումը կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում է։ Նախատեսվող նոր շենքերն այդ ծրագրում ներառված չեն։ Նույն ծրագրով նախատեսվել ու ստեղծվել է նաև 9 նախակրթարան, մեկական խմբերով դպրոցների կազմում 5-ից 6 տարեկան երեխաների համար։ Սա արդեն նախարարության վերահսկողությամբ։ Հիմա ուսումնասիրում ենք, թե այլ որ հատվածներում կա կարիք եւ այդ տարածքում գործող դպրոցներ ունեն հնարավորություն, որ կարողանանք որոշակիորեն ընդլայնել այդ ցանցը, որ գոնե 5-ից 6 տարեկան երեխաների ներգրավվածությունը հնարավոր լինի ավելացնել, բարձրացնել մի քիչ։ Երևանի համար 146 հիմնական դպրոցի նախակրթարանը գործում է նախորդ տարվանից։ Այստեղ ընդունված 25 երեխաները շուտով դպրոց կհաճախեն։ Տնօրենը շեշտում է այն տարբերությունը, որը նկատելի է, երբ երեխաները դպրոց են գալիս մանկապարտեզից կամ այդ հնարավորությունը ունեցած չեն լինում։ Ի տարբերություն մանկապարտեզ չհաճախած երեխաների, այստեղ այս հնարավորությունը թույլ է տալիս երեխաներին եւ ֆիզիկապես, եւ բարոյապես, եւ կրթության առումով զարգանալ, շարունակական
մասնական կրթական զարգացում է ապահովում եւ մեր պատրաստված եւ նախարարության կողմից դարձյալ երաշխավորված կազմակերպությունում վերապատրաստված դաստիարակները ոչ միայն զբաղեցնում են, ոչ միայն խաղացնում են երեխաներին, այլ զբաղվում են նրանց շարունակական կրթական զարգացմամբ, որը հիմք է լինելու հետագայում նրանց կրթության առաջին աստիճանում ավելի վստահ եւ ամուր քայլելու։ Վերադառնալով օտարված մանկապարտեզներին, Երևանի ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարն ասում է, որոշել են քննիչ հանձնաժողով ստեղծել եւ դրա կազմում ընդգրկվելու համար հրավեր են ուղարկել բոլոր խմբակցություններին։ Հանձնաժողովը կքննի բոլոր այդ օտարված մանկապարտեզների պատմությունները, որտեղ որ մի շարք նախկին պաշտոնյաներ եւ իրենց հետ փոխկապակցված անձիկ ուրեմն մասնակից են դարձել այդ գործարքներին, հաճախ որոշում կայացնողներն են եղել, հաճախ շահառուներն են եղել, ում որ օտարվել է այդ տարածքները եւ չի օգտագործվել ըստ նշանակության, դարձել է մասնավոր տարածքներ, մասնավոր բիզնես շահեր հետապնդել եւ մի շարք այլ նպատակներով օտարել։ Նախատեսվում է հանձնաժողովի կազմը հաստատել ավագանու առաջիկա նիստում։ Հանձնաժողովը կգործի մինչև 6 ամիս ժամկետով, որից հետո համապարփակ կներկայացնի, թե որ դեպքերում են մանկապարտեզների օտարումները եղել չհիմնավորված։ Ես գիտեմ, որ մի քանի դեպքով քրեական գործեր կա հարուցված, եւ եթե նոր փաստերի հայտ գան, որոնք որ իրենց մեջ կպարունակեն հանցագործության որոշակի հատկանիշներ, մենք դրանք կուղարկենք նույնպես դատախազություն, որպեսզի դրանց մասով ընթացք տրվի։ Հանրապետություն եւ հանրային ձայն խմբակցություններն արդեն ներկայացրել են քննիչ հանձնաժողովի անդամի իրենց 3-ական տեխնացուին, իսկ օրինակ Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցությունը մերժել է հանձնաժողովի կազմում աշխատել։ Ինչուին անդրադառնալուց առաջ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նախ շեշտում է, օտարված մանկապարտեզների թեման արծարծվում է այն բանից հետո, երբ իրենք բարձրաձայնել են գործող մանկապարտեզների հիմնանորոգումների ընթացքում ի հայտ եկող խնդիրները։ Իշխող խմբակցությունն ի դեպ դրան հակադարձում է, թե մեծածավալ աշխատանքում թերություններ էլ կլինեն ու վատորակ աշխատանքը չեն ընդունում։ Ընդդիմությունն արձագանքում է, ընթացքը պատշաճ չի վերահսկվում, որ վերջում փաստի առաջ չկանգնեն։ Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովի անդամի տեխնացու չառաջադրելուն։ Նախ մեզ համար անընդունելի է ընտրողաբար այդ տարիները ֆիքսելը, որտեղ խոսք է գնում, չգիտեմ, ավելի ինչ որ քիչ 96-ից 2018-ի մասին, այսինքն բաց է թողնված մինչև 96-ը եւ 18-ից ի վեր, երբ որ արդեն ԿՊՆ իշխանության, ինչու։ Ընդ որում, Մայր Հայաստան խմբակցությունը կարծում է, պետք է քննության առնել անկախության բոլոր տարիների ընթացքում բոլոր կրթամարզամշակութային հաստատությունների մասնավորեցման, վերանորոգման, հիմնանորոգման ու առհասարակ բոլոր ֆինանսական հատկացումների հարցերը, որովհետև հիմա էլ կոռուպցիոն ռիսկեր են տեսնում։ Իշխանությունը իրենց ձեռքն է, տեղեկատվական բազան իրենց ձեռքն է, ում էին սպասում այսքան ժամանակ, ինչի չէին բացահայտում։ Եթե քննիչ հանձնաժողովի աշխատանքների ընդգրկումը լիներ այնքան մեծ, որքան Մայր Հայաստանը կուզեր, կմասնակցեին աշխատանքներին։ Ես այս պահին կդժվարանամ այդ հարցին տալ միանշանակ գնահատական, բայց արդեն հարցադրումը եւ օրակարգը այլ կլիներ։ Քաղաքապետի տեղակալի հրապարակած մանկապարտեզների ցանկը թեպետ վերաբերում է 1998 թվականից մինչև հեղափոխությունը օտարված մանկապարտեզներին, քննիչ հանձնաժողովի աշխատանքները կվերաբերեն 1996 թվականից սկսած մասնավորեցումներին։ Արմեն Գալջյանի խոսքով դրա պատճառն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինները առաջին ընտրություններով ձևավորվել են 96 թվականից, ու Երևանն էլ այդ տիպ մարմնի իրավահաջորդն է, իսկ իրենց իշխանության տարիներին որևէ մանկապարտեզ չի օտարվել։ Աննա Զախարյան, Ժիրայր Հաբետյան, Արտակ Գևորգյան եւ Մուշեղ Մանվելյան, Կիրակ Նորյալ լուրեր։